Բարև ձեզ, դուք դիտում եք հրապարակ TV-ն, ես Հայկ Ալոյանն եմ։ Այսօր զրուցելու ենք թուրքագետ Մհեր Աբրահամյանի հետ Թուրքիայում կատարվող իրողությունների մասին։ Պարոն Աբրահամյան, շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Հայաստանում ուշիոշով հետևում են Թուրքիայում տեղի ունեցողին, մարդիկ ոգևորված են, շատերը հույս ունեն, որ վերջապես Էրդողանի վերջը եկել է, Թուրքիայում ինչ-որ բան կփոխվի կամ նույնիսկ շատերն են կարծում են, որ վերջ արևմուտքը որոշել է կործանել Թուրքիան։ Միլիոնավոր քաղաքացիներ ընդդիմադիր գործիչ Իմամօղլուի ձերբակալությունից հետո փողոց են դուրս եկել եւ Թուրքիայի գրեթե ամբողջ տարածքով ցույցեր են տեղի ունենում։ Պարոն Աբրահամյան, Էրդողանի դիրքերը իսկապես սասանված են կամ սասանվում են։ Գիտեք, ուրեմն այս ցույցերը, որ սկսվեցին մի բանից, որ տեղի ունեցավ ձերբակալությունները հայտնի Թուրքիայում հատկապես Իմամօղլուի ձերբակալությունը։ Եվ կարծում եմ Էրդողանը սրանով փորձում էր այսպես պաշտպանել իր դիրքերը նույն ձեր նշած սասանումներից։ Եվ քանի որ Իմամօղլուն բավականին վարկանիշային քաղաքական գործիչ է, ունի բավականին բարձր վարկանիշ եւ հատկապես այն շրջաններում, որտեղ Թուրքիայի ավելի, այսպես կարելի ասել, բարվոք ապրող մասան է, արևմտյան Թուրքիան է, ծովափնյա Թուրքիան է եւ Ստամբուլը, Անկարան, որտեղ այն կուսակցությունը, որը ներկայացնում է Իմամօղլուն, բավականին մեծ հաղթանակ տարավ եւ այդ հաղթանակի արդյունքում Իմամօղլուն ընտրվեց որպես քաղաքապետ։ Եվ ահա Էրդողանը պետք է պայքարեր այս քաղաքական գործիչների եւ քաղաքական թմի դեմ, որովհետեւ նրանց բարձր վարկանիշը խանգարում էր նրա հետագա պլաններին, որտեղ վերջերս Էրդողանը հայտարարեց, որ նա եւ ցանկություն եւս մեկ անգամ վերընտրվելու որպես Թուրքիայի նախագահ եւ տեսնելով արդյունքները ընտրությունների թիմ եւ խորհրդարանական ընտրությունների, որտեղ ժողովրդական հանրապետական կուսակցությունը բավականին այսպես ձայներ տարավ եւ բավականին հաղթանակներ տարավ, նա պետք է պայքարեր, որպեսզի կարողանա իր կուսակցությունը եւ ինքը նորից վերընտրվի Թուրքիայի նախագահ։ Իսկ Թուրքիայի նախագահ վերընտրվելու համար Էրդողանը չի կարող սպասել մինչև իր այսպես ժամկետի ավարտը, որտեղ եթե նա գնաց ժամկետի ավարտին, ապա չի կարող նա ընտրվել է թուրքական սահմանադրության։ Եվ ուստի պետք է տեղի ունենան արտահերթ նախագահական ընտրություններ, որպեսզի Էրդողանը կարողանա նորից ընտրվել։ Եվ այս պարագայում նրան խանգարում էին այս քաղաքական թիմը եւ նրա այսպես ամենակարկառուն դեմքը Իմամօղլուն, որը կուսակցության նախագահ չի, բայց կուսակցության ամենահայտնի դեմքերից մեկն է։ Եվ ամենակարևորը, որ խանգարում է Էրդողանին այս խնդրում, որ այս գործիչը բավականին սիրված է երիտասարդների կողմից։ Եվ երիտասարդների արկայությունը այս ցույցերին բավականին անհանգստացնում է Էրդողանին, որովհետև Թուրքիայում բոլոր տեսակի հեղաշրջումները տեղի են ունեցել երիտասարդների անմիջական մասնակցությամբ։ Եվ Էրդողանը փորձելու է սրանից ձերբազատվել։ Իսկ արդյոք սասանվում են Էրդողանի դիրքերը թե ոչ, Էրդողանը բավականին փորձառու քաղաքական գործիչ է եւ հատկապես անցած տարատեսակ փուլերով, տարատեսակ հեղաշրջման փորձերի եւ ցույցերի փուլերով, կարող ենք հիշել 2013 թվականը Գեզի այգի ցույցը, կարող ենք հիշել 2016 թվականը ռազմական հեղաշրջման փորձը եւ բացի դրանից նաև այս ցույցերի եւ հեղաշրջման փորձի նախադրյալները, որը փորձում էր Էրդողանը վերացնել 2000-ական թվականին։ Տարատեսակ սկսած ուրեմն դատական process-ներով, տարատեսակ քրեական գործերով, Էրգենեկոն եւ այլն, որով նա փորձում էր լիկվիդացնել զինվորականության այն մասը եւ այն այսպես ցուցարարների մասը, որոնք կարող էին սասանել նրա իշխանությունը։ Ահա այսօր էլ, եթե նա ռազմական խնդրի, այսինքն ռազմական հեղաշրջման փորձի ոչնչացման նախադրյալները եւ այնուհետեւ ռազմական հեղաշրջման ոչնչացումը, ապա այստեղ արդեն գայսը քաղաքական է, որտեղ պայքարի են մտել թուրքական երկու խոշոր, այսպես ուժերը։ Դա ժողովրդական կուսակցությունն է եւ Էրդողանի արդարություն եւ զարգացում կուսակցությունը։ Իսկ Էրդողանը հաշվարկել էր, որ հակազդեցությունը կարող է այսքան մասսայական լինել, գրեթե Թուրքիայի ամբողջ քարտեզը, հա։ Այո, իհարկե հաշվարկել էր, որովհետեւ մինչեւ ձերբակալությունները արդեն թուրքական մամուլը ներկայացնում էր տարատեսակ վարկանիշային աղյուսակներ, որտեղ Իմամօղլուն բավականին մեծ վարկանիշ ուներ եւ բացի դրանից նաեւ այս կուսակցության ձեռքում էին գտնվում խոշորագույն քաղաքները Թուրքիայի, որը իհարկե այդտեղից եկող տեղեկությունները բնականաբար Էրդողանի համար շատ անհանգստացնող է եւ ուստի նա գնաց այս քայլին։ Ես կարծում եմ, որ Էրդողանը գնաց այս քայլին բավականին հաշվարկված
եւ այսօր Էրդողանի կողքին է այսպես զինվորականությունը եւ ոստիկանությունը, որը նրան հնարավորություն է տալիս դեռևս պահպանել իր ուժերը, որը նաեւ վախեցնում է ժողովրդի ավելի մեծ զանգվածների դուրս գալու։ Խոսենք Իմամ Օղլուից, ով է Իմամ Օղլուն եւ ովքեր են ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչները, որովհետեւ Էսքեշեհիր քաղաքում ցուցարարները պարզել էին մարտի 23-ին, եթե չեմ սխալվում, Թալյաթի Էնվերի ու Ջեմալի պաստառները։ Ինչի մասին է սա խոսքը։ Ուրեմն նախ սկսենք թե ընդհանրապես ինչ է ՋՀՊ-ն եւ ժողովրդահանրապետական կուսակցությունը, այսինքն Ժողովրդահանրապետական կուսակցությունը Թուրքիայի առաջի կուսակցությունն է, եւ որ ստեղծվեց Աթաթուրքի կողմից, Թուրքիայի Հանրապետության առաջի կուսակցությունն է, որը ստեղծվեց Աթաթուրքի կողմից, եւ այս կուսակցությունը շատ հետաքրքիր է այն առումով, որ իր մեջ ներառում է երկու այսպես հակասող իրողություններ։ Դա իսլամական ծայրահեղական ազգայնամոլությունն է եւ արևմտյան քաղաքակրթություն, արևմտյան բարքերը, որը մեկտեղվում է այս կուսակցության մեջ։ Այսինքն Աթաթուրքը հիմնեց այս կուսակցությունը, հայտարարեց, որ Թուրքիայի Հանրապետությունը դառնում է աշխարհիկ պետություն, մարդկանց հրամայվեց, որ պետք է հանեն այդ չադրաները, հանեն տարատեսակ իսլամական հագուստները եւ ապրեն եվրոպական ոճով, կրեն կոստյումներ, կապեն փողկապներ, կանայք հագնեն ազատ շորեր, հա, եւ դրա հետ մեկտեղ նաեւ Աթաթուրքը զարկ տվեց ազգայնամոլությանը, այսինքն ազգային գաղափարախոսությանը Թուրքիայում։ Իր այդ հայտնի 6 նետերից մեկում էլ նաեւ դա ներառվում է։ Եվ բացի դրանից հետագա կառավարման տարիներին, հատկապես ազգային փոքրամասնությունների դեմ նրա մղած պայքարում շատ ակնառու կերպով դա երևաց եւ հայերի դեմ, եւ քրդերի դեմ, եւ տարատեսակ այլ ազգություններ, որոնք ապրում էին Թուրքիայի Հանրապետության տարածքում։ Եվ այս կուսակցությունը այսպեսով ներառում է այդ ամբողջը իր մեջ։ Եվ բացի դրանից նաև կան շատ տեղեկություններ, որ ժողովրդահանրապետական կուսակցության կազմավորման եւ հետագա գործունեության համար եւ նաև Աթաթուրքի բավականին մեծ օգնություն են ցույց տվել այս 3 գործիչները, որոնք կազմակերպեցին հայոց ցեղասպանությունը։ Իրանց տարատեսակ նամակներով, իրենց տարատեսակ խորհուրդներով եւ նաեւ Թուրքիայի կազմավորման եւ նաեւ ազգային փոքրամասնությունների դեմ մղված պայքարում։ 3 գործիչներն էլ ունեցել են իրենց ներդրումը ժողովրդահանրապետական կուսակցության կազմավորման եւ Թուրքիայի հանրապետական կազմավորման գործում։ Եվ ուստի ամենևին էլ պատահական չէր այդ գործիչների նկարները այնտեղ։ Այստեղից հարց է ծագում, Հայաստանում դիսկուրս է ծավալվել, ավելի լավ է Իմամ Օղլուն, քան թե Էրդողանը։ Ընդհանրապես նմանատիպ դիսկուրսը Թուրքիայի հարցում գործում է կամ տեղին է։ Իհարկե այս դիսկուրսը չի գործում, որովհետև այս կուսակցությունը, որը ներկայացնում է Իմամ Օղլուն, կատարել է բոլոր այն գործողությունները, որ այսօր կատարում է Էրդողանը։ Այսինքն Սիրիայի տարածքի բռնազավթում, Կիպրոսի տարածքի բռնազավթում, որը տեղի ունեցել ժողովրդահանրապետական կուսակցության ժամանակ, հայերի ցեղասպանություն Արևելյան Հայաստանում, որի ներկայացուցիչներ ժողովրդահանրապետական կուսակցության եւ Աթաթուրքյան լավ այսպես ասենք ներկայացուցիչներն էին։ Եվ բացի դրանից Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, հատկապես այս երկու կուսակցությունների փոփոխության արդյունքում, կարծում եմ չի փոխվելու։ Եվ նույն Իմամ Օղլուն 2020 թվականին իր հայտարարություններով ամեն կերպ աջակցում էր Ադրբեջանին։ Այսինքն փոփոխություններ Թուրքիայում կապված Հայաստանի հետ իշխանափոխության արդյունքում ես կարծում եմ տեղի չունենա, բայց փոփոխությունը ինչով կարող է օգտակար լինել Հայաստանին, բայց միայն այն պարագայում, երբ որ Հայաստանում լինեն գիտակից իշխանական թեև գիտակից իշխանություն լինի Հայաստանում եւ լինեն պրոֆեսիոնալ դիվանագետներ, որոնք կարող են օգտվել այդ այսպես փոքրիկ պատուհանից, որը կբացվի, այսինքն իշխանափոխությունը բերելու է տարատեսակ փոփոխությունների Թուրքիայում, մինչեւ հաստատվի նոր իշխանությունը։ Օգտագործեն այդ այսպես պատուհանը Հայաստանի համար որոշակի դիվիդենդներ շահելու։ Միայն սա կարող է Հայաստանի համար օգտակար։ Եթե քննարկում ենք փոխվի թե չի փոխվի, միանշանակ թուրքական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվելու։ Եվ բացի դրանից, այդ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, այդ այսպես կոչված տարատեսակ թուրքական պետությունների հետ վերամիավորումը դրվել է ՋՀՊ-ի կառավարման օրոք։ Այդ գաղափարը։ Իհարկե։ Պարոն Աբրահամյան, իսկ հնարավոր է, որ Իմամ Օղլուի ձերբակալությունը ավելի ուժեղացնի նրա դիրքերը որպես ընդդիմադիր գործիչի, թե Էրդողանը շախմատ ձևով ուղղակի 28 թվականի նախագահական ընտրություններին
շատ հաջող ձևով չզոքացրեց իր հիմնական հակառակորդին։ Նախ ինքը գնաց մի քայլի, որով ընտրությունների ընտրվելու հնարավորությունից զրկեց Իմամօղլուին։ Նրանք հայտարարեցին, որ նրա դիպլոմը կեղծ է, եւ այդ դիպլոմի կեղծ դիմացկում նա այլևս չի կարող տեխնացություն դնել նախագահական ընտրություններին, հա։ Սկսենք դա այս երկիրը այս առումով գոնե մի քիչ գիտակից, այսինքն երկրի նախագահը պետք է դիպլոմ ունենա, որ դառնա նախագահ, ի տարբերություն մեզ, հա։ Ցավոք։ Եվ այս քայլը միտված էր նրան, որ նա անգամ բանտից չի կարող իր տեխնացությունը դնել որպես երկրի նախագահ։ Եվ կարծում եմ այս քայլերը, այսպես հաջորդականությունը շատ մտածված էր Էրդողանի կողմից, բայց նրա ռեյտինգը իհարկե բարձրացավ ձերբակալությունից հետո։ Միայն այսպեսի մի փաստ ասեմ, շատ այսպես կենցաղային մակարդակի փաստ ասեմ, նրա ինստագրամյան հետևորդները ամսի 19-ից մինչև այսօր անցել է մոտավորապես 1 շաբաթ, ավելացել են մոտավորապես 700-ից 800 հազարով։ Առաջի օրը, երբ որ տեղի ունեցավ նրա ձերբակալությունը, նրա ինստագրամյան հետևորդները 8.1 միլիոն էին, իսկ այսօր կազմում են 8.9 միլիոն հետևորդ։ Բացի դրանից, նրա ձերբակալության այդ տեսանյութը, որը նա տեղադրեց ինստագրամյան իր էջում, դիտել է մոտավորապես 65 միլիոն մարդ։ Իսկ Թուրքիայում ապրում է 82 միլիոն մարդ։ Բնակչության 80%-ը։ Եվ հիմնական, էլի պետքա կրկնեմ, հիմնական հետևորդները երիտասարդներն են։ Եվ եթե նայում ենք ցույցերին, տեսնում ենք, որ երիտասարդները բավականին շատ են այնտեղ։ Հա, եւ իհարկե սա բերեց ռեյտինգի բարձրացմանը, բայց էլի եմ նշում, քանի որ Էրդողանը բավականին փորձառու քաղաքագործիչ է եւ կարծում եմ այս ամենը հաշվարկել է, բայց հաշվարկելու արդյունքում կարող է մի պահ սա արդեն դուրս գալ վերահսկողությունից, եթե ցուցարարների քանակը բավականին շատանան։ Իսկ շատանա կարծում եք։ Գիտեք, այս պահին այն ինչ որ տեղի ունեն Թուրքիայում, դեռևս չի խոսում շատանալու մասին, որտեղ արդեն 6 օր է անցել եւ տեղի չի ունենում այսպես շրջադարձային ինչ որ բան։ Եվ չնայած որ այստեղ խնդիր էլ կա, թե ով պետք է ղեկավարի այդ ցույցերը։ Այսինքն առաջնորդը չկա ցույցերի, փորձում է ներկայանալ որպես առաջնորդ ժողովրդանապետական կուսակցության նախագահան Օզգյուր Օզելը, որի վրա եւս հնարավոր է մոտորես հարուցվի քրեական գործ, որը նախատեսվում է որ 2-ից 3 տարի ազատազրկում, դա կոչներ տարատեսակ կազմակերպություններին եւ տարատեսակ պետական հիմնարկներին բոյկոտել եւ անցնել դասադուլների եւ գործադուլների։ Սա Թուրքիայի օրենսգրքով, քրեական օրենսգրքով նախատեսվում է 2-ից 3 տարվա ազատազրկում։ Պարոն Աբրահամյան, իդեպ երբ որ ես նայում էի ցույցերի կադրերը, բավականին նմանություններ տեսա մեզ մոտ, չգիտեմ, հեղափոխություն, իշխանափոխության ժամանակ։ Օրինակ շերեբներով ցույց է, երբ որ տանտիկինները շերեբներով կացաներին էին հարվածում եւ վստահ եմ այլ նմանատիպ բաներ էլ կան, եւ շատերին սա առիթ տվեց մտածելու, որ միգուցե արտաքին գործոն էլ կա այս ցույցերում։ Նախ առաջին մասով կուզենայի հասկանալ, արդյոք արտաքին շահագրգռվածություն ունեցող կողմ կա եւ արդյոք Թուրքիայում այդ կողմը այդքան հնարավորություն ունի, որպեսզի խառնվի Թուրքիայի ներքին գործերին, եւ արդյոք նմանություններ կան Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության կամ հեղաշրջման եւ Թուրքիայում այսօրին տեղի ունեցող ցույցերի միջեւ։ Նախ նշեմ, եթե լինել արտաքին միջամտություն, ապա Էրդողանը շատ արագ կարձագանքեր դրան եւ շատ արագ կբարձրացներ իր ձայնը այդ առումով, որովհետեւ նա շատ այսպես ուշադիր կերպով է դրան հետևում եւ հիշենք նաեւ հեղաշրջման փորձի ժամանակ հայտարարվեց այսպես Ֆեթուլա Գյուլենի կազմակերպությունը, որը ֆինանսավորվում էր դրսից, այս պարագայում տեղի չունեցել այդպիսի հայտարարություն, փոքր հայտարարություններ տեղի ունեցան, որ այդ Ֆեթուլա Գյուլենի գլխավորած կազմակերպությունը Ֆեթոն, որը նրանք հայտարարել են ահաբեկչական, սատարում են ժողովրդանապետական կուսակցությանը, իսկ ձեր նշած մեթոդները կարծում եմ դրանք այսպես համատարած մեթոդներ են, որոնք վերցվում են տարբեր կենտրոնների կողմից մշակված ծրագրերից, իսկ Թուրքիայի երիտասարդության մեծ մասը եւ հատկապես ավելի արևմտյան կողմնորոշնության մասը շատ ավելի մեծ առնչություն ունի արևմուտքի հետ, քան
Հայաստանը, հա։ Եվ կարծում եմ այդ մեթոդները վերցնում են։ Եվ չեմ կարծում, որ այս պահին այնտեղ կա արտաքին որևէ միջամտություն, թե ամերիկյան, թե եվրոպական միջամտություն, որովհետև մի այսպիսի փաստ բերեմ կապ ընդամենը մի 2 շաբաթ առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ հանդիսանում է այն անվտանգության երաշխավորը կամ անվտանգության երաշխիքը Եվրոպայի համար։ Այսինքն այդքան տեղն են ընկել, որ ստիպված Թուրքիայի հույսին են մնացել։ Կարծում եմ փորձում են ՆԱՏՕ-ն փորձում է Թուրքիային դարձնել իր այսպես անվտանգության երաշխիքի կենտրոնը որպես սահման այն արևելյան այն ճակատի հետ, որի հետ արևմուտքը պայքարում է, դա իրեմս Ռուսաստանի կամ Չինաստանի, հա, եւ այս պարագայում կարծել, որ այնտեղ կա միջամտություն հնարավոր է եւ կա, բայց շատ թույլ արտահայտված եւ եթե շատ ուժեղ արտահայտված լինես, կարծում եմ, որ Էրդողանը դրա դեմ շատ արագ պայքարեր, անգամ մինչեւ ձերբակալելը։ Ուստի այդ նմանությունը կապված է զուտ այդ մեթոդների, որոնք կիրառվում են տարատեսակ տեղեր եւ կիրառվեց նաեւ Հայաստանում։ Իսկ նմանությունը շատ կան եւ կապված դատարանի շենքի հետ եւ կապված այդ ձեր նշած շերեփների հետ եւ ցույցերի այլ առումներով նմանություններ կան։ Էրդողանս ունի մահմեդական է, սակայն նա շնորհավորել է Նովրոզի տոնը եւ նույնիսկ ցատկել է կրակի վրայով։ Ինչի մասին է խոսում Էրդողանը անկախ իր առողջական վիճակից չի հրաժարվում աշխարհի մուսուլմանների առաջնորդը դառնալու մտքից։ Գիտեք, Թուրքիայի քաղաքականությունը դառնալու աշխարհի մուսուլմանների առաջնորդ, դա այսպես պատմական գենետիկ հիշողություն է, որ գալիս է, որովհետև 1516 թվականից մինչև 1924 թվականը Թուրքիան հանդիսացել է Օսմանյան կայսրությունը, հանդիսացել է այնտեղ Թուրքիան փոքր ժամանակ հանդիսացել է խալիֆ, ղեկավարը Թուրքիայի սուլթանը Թուրքիան եւ խալիֆ է եղել, որը Աստծո տեղապահն է այսպես երկրի վրա եւ համայն մուսուլմանների առաջնորդը, որի մեջ ներառվել են նաեւ շիաները եւ տարատեսակ այլ իսլամական ճյուղեր։ Եվ ուստի Էրդողանն էլ հանդիսանալով այդ գծի այսպես տանողը, քանի որ նա իսլամական կրթություն է ստացել, համարվում է իբր թե չափավոր իսլամիստ եւ բացի նրանից տեսնում ենք Էրդողանի ժամանակաշրջանում Օսմանյան կայսրության փառաբանման ժամանակաշրջանը մի քանի առումներով կա այս ապացույցը կա Աբդուլ-Համիդի կերպարը մինչև Էրդողանի կառավարման ժամանակը համարում էր այդպես որպես արյունոտ սուլթան, ոչ միայն որ նա իրականացրեց հայոց ցեղասպանությունը, սկիզբ դրեց հայոց ցեղասպանությունը, այլ նաեւ իր երկրի բնակչության։ Նրա կերպարը բարձրացվեց, փառաբանվեց, բարձրացվեցին եւ փառաբանվեցին Էնվերի Թալյաթի եւ Ջեմալի կերպարները որպես այդպիսին եւ արդյունքում այդ պատմական հիշողությունը բերել է նրան, որ Թուրքիայի հզորացման հետ մեկտեղ, որ Էրդողանը նաեւ ցանկանալու է լինել հենց այդ իսլամական առաջնորդներից մեկը։ Եվ Էրդողանի համար այս պարագայում այնքան էլ էական չի նրա կողքի հարևան պետությունը շիա են թե սուննի են։ Կարևորը այդ գաղափարն է, համաիսլամականության գաղափարն է, որ նստած է Էրդողանի մոտ։ Եվ իհարկե կշնորհավորի շիաների տոնը, իսկ Նովրուզը ես իսլամագետ չեմ կարող ավելի այդպես ստույգ ասել, բայց Նովրուզը դա ընդունված տոն է բոլոր մուսուլմանների մոտ։ Այսինքն նշելու այդպես ավելի բարձր մակարդակ կամ ավելի ցածր մակարդակ։ Այնպես որ Նովրուզը Ադրբեջանում տոն է, Թուրքիայում էլ որոշակի առումով տոն է։ Եվ մեր զրույցի վերջում կուզենայի անդրադառնալ հայ-թուրքական այսպես կոչված հարաբերություններին, պարոն Աբրահամյանին չէ կատարվում, արդյոք կան այդ հարաբերությունները, ինչ վիճակում են գտնվում, ինչ որ զարգացումներ կան, թե ոչ, շատերին մտահոգել էր Մարգարայի անցակետով հերթական անգամ Սիրիային Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնություն հասցնելու շատերը դա նույնիսկ թուրքահպատակության համար վճարվող հարկ որակեցին եւ այլն։ Բայց իրականում արդյոք կա հայ-թուրքական ինչ-որ հարաբերություններ կամ դրանց գնացող միտումներ, ինչ է կատարվում երկու երկրների հարաբերություններում։ Հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը դեռևս սկսում է 90-ական թվականներից եւ այնտեղ ստեղծվեց հաշտեցման հանձնաժողով հայ-թուրքական, որոնք փորձում են լուծել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցման գործընթացը եւ հարաբերությունների ստեղծումը։
որը իրականություն չդարձավ մի քանի հանգամանքների բերումով։ Նախ առաջինը Թուրքիան դնում էր նախապայմաններ կապված Հայոց ցեղասպանության, Արցախյան հարցի հետ եւ այդ հարցում Հայաստանը անզիջում մնաց։ Նա առաջարկում էր, որ պետք է չլինեն նախապայմաններ, ոչ մի կողմից նախապայման չլինի, Թուրքիան չպետք է ասի, որ Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից, եւ դա բերեց, որ տեղի չունեցան այդ հարաբերությունները։ Անգամ գնացին պրոտոկոլներ ստորագրվեց, որը իրականություն չդարձավ եւ Հայաստանը չհրաժարվեց այդ նախապայմաններից, Թուրքիան էլ չգնաց Հայաստանի հետ հարաբերությունների։ Բայց այսօրվա իշխանության պարագայում տեսնում ենք, որ հրաժարվում են բոլոր այդ հայանպաստ եւ ազգային ծրագրերից, Հայոց ցեղասպանության ճանաչում, Արցախը որպես այդպեսին այլևս չկա, բայց այս ամենից հրաժարվելով մեկտեղ Թուրքիան դեռևս ոչ թե արդեն նախապայմաններ, այդ պայմաններ է առաջ քաշում Հայաստանի առջև։ Ընդհանրապես մի քանի օր առաջ թուրքական պաշտոնյաներից մեկը հայտարարեց, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի այնքան ժամանակ, քանի չի փոխվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Այսինքն, եթե ժամանակին Թուրքիան խնդրում էր, որպեսզի մենք ստեղծենք համատեղ ինչ-որ բան քննարկելու Հայոց ցեղասպանությունը, այժմ Թուրքիան ասում է ընդհանրապես պետք է հրաժարվես եւ կարծես թե այսօրվա իշխանությունը հրաժարվում է դրանից, որտեղ տարատեսակ հարցազրույցներից երևում է դա։ Այստեղ կարելի ասել ոչ թե հայ-թուրքական հարաբերություններ, այստեղ կարելի ասել թուրքական պայմանների միակողմանի թելադրանք, որի արդյունքում դեռևս հայ-թուրքական հարաբերությունները չի ձևավորվել եւ Թուրքիան դեռևս շարունակում է առաջ քաշել պայմաններ Հայաստանի առջև։ Իսկ եթե պայմանները բավարարվեն հայկական կողմից, կլինեն հայ-թուրքական հարաբերություններ ու ինչ կարգավիճակով են դրանք լինելու։ Բոլոր պայմանների բավարարման դեպքում Հայաստանի գոյությունն է վտանգված, այսպես ասեմ, որովհետև այնպես չի, որ այդ նույն պայմանները ժամանակին չեն եղել 1920-ական թվականներին, երբ որ Թուրքիան ուզում էր ոչնչացնել Հայաստանը որպես այդպիսին, եւ այդպիսի հայտնի նամակ կա Աթաթուրքյան արտաքին գործերի նախարարության նախարարի կողմից ուղղված Քազմ Քարաբեկյանին 15-րդ բանակային կորպուսի հրամանատարին, որտեղ ասում է, որ պետք է Հայաստանը ֆիզիկապես եւ քաղաքականապես ոչնչացվի։ Եվ բացի դրանից նշեմ մի փաստ, որ այն ժամանակ նույն Քազմ Քարաբեկիրը ցանկություն ուներ Սյունիքը գրավելով մտնել Արցախ, այնտեղից կգային ադրբեջանական զորքերը եւ Սյունիքը ամբողջովին կգրավեր եւ Արցախը ամբողջովին կհայաթափվեր եւ այդպեսով կլուծվեր այդ խնդիրը եւ կվերջանա։ Այսինքն Ադրբեջանը եւ Թուրքիան կդառնային սահմանակից պետություններ։ Եվ անցել է 100 ավել տարի, այդ քաղաքականությունը դեռևս շարունակվում է։ Նույն Զանգեզուրի միջանցքը դա հստակ նույն այն 1920 թվականի քաղաքականության շարունակությունն է։ Այսինքն պայմանների բավարարման մեջ մտնում է նաև Զանգեզուրի միջանցքը, ոչ միայն ցեղասպանության հարցի ճանաչումը կամ սահմանադրության փոփոխությունը։ Եվ Զանգեզուրի միջանցքի պարագայում Հայաստանի գոյությունը վտանգված է։ Այսինքն եթե Զանգեզուրի միջանցքը հանձնվեց, ասպես նշված միջանցքը, բնականաբար։ Եվ մի փաստ էլ, որ մի քիչ կարող է այսպես պաթետիկ կամ մարդիկ այլ կերպ դիտեն, թուրքերը երբեք որևէ պարագայում ցանկություն չունեն հայերի հետ համատեղ խաղաղ ապրելու։ Ինչ եք այդպես ասում, չեք հավատում խաղաղությանը։ Գիտեք, խաղաղությունը միշտ շատ լավ բան է։ Բոլորն էլ ցանկանում են խաղաղություն, տարատեսակ հարաբերություններում էլ։ Բայց այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի երկու կողմի համարժեքության հիման վրա։ Եթե մի կողմը ցածրացած է, երբեք անգամ բակային հարաբերություններում այդպիսի խաղաղություն չի ձևավորվում։ Իսկ ես միշտ ասել եմ, պետությունները դա մարդկային օրգանիզմի մեծ տարբերակն է։ Եվ այս պարագայում ամեն անգամ ասելով, զիջելով, ամեն անգամ հրամայելով, որ զորքը պետք է ոչինչ չանի եւ նմանատիպ բաներով տեղի չունենալու այդ այսպես կոչված խաղաղությունը, չի լինելու այդ խաղաղությունը։ Եվ հատկապես թուրքերի հետ, որոնք գենետիկորեն ատում են Հայաստանին եւ հայերին։ Պարոն Աբրահամյան, շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, այսօրվա մեր զրուցակիցն էր թուրքագետ Մեհեր Աբրահամյանը։ Ես Հայկ Ալոյանն եմ, դուք դիտում եք Հրապարակ TV-ն։ Հաջողություն։